Արփիլիչն է Հայաստանի, ինչպես նաև ամբողջ Կովկասի ամենացուրտ կետը։ Օդերևութաբանները այստեղ լճափին Շիրակի մարզի Պաղակն գյուղում ձմռանը մինչև 46 աստիճան ցուրտ են արձանագրում։ Այս շրջանում բնակլիմայական խիստ պայմաններում ապրում է շուրջ 5500 բնակիչ։ Ամասիայից դեպի այստեղ ձգվող մեղմ ասած անբարեկարգ ճանապարհը տարվա մեծ մասը դնածածկ է։ Այստեղերով ամենահաճախ երթևեկողները մսի վերավաճառքով զբաղվողներն են։ Յուղերում, որտեղ մարդկանց մաշկը քամուց ու տևական ցրտից կոպտացել ու սևացել է, ապրուստի միջոցը անասուններն են, գլխավորապես ոչխարները։ Այստեղ բնության խիստ միջամտությանը խոշոր եղջյուրավորները, կովերը չեն դիպանում։ Տարին առանց ձյան այս կողմերում միայն 3 ամիս է տևում, եւ մեր երկրի մեծությամբ երկրորդ Արփի լճի աշխարհագրական դիրքը թերևս այն միակ գործոնն է, որ բնությունը այստեղ դեռ կուսական գեղեցկություն ունի։ Որսագողերի ականջից հեռու Արփին եզակի էկոհամակարգ ունի։ Լճի ավազանում գրանցված միայն 140 թռչնատեսակ կա, որից 40-ը հաշվառված է կարմիր գրքում։ Բնության այս եզակի հարստությունը երբևէ պետականորեն չի պահպանվել եւ փաստորեն Արփին գոյատևել է բացառապես շնորհիվ իր աշխարհագրական դիրքի։ Միայն 2009-ին հանրապետության երկրորդ խոշոր լիճը հայտնվեց կառավարության ուշադրության կենտրոնում։ Որոշում ընդունվեց այն ճանաչել իբրև ազգային պարկ։ Պարկի ստեղծման պատասխանատուն բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն է։ Ծրագիրը ֆինանսավորվում է գերմանական կառավարության կողմից 2 միլիոն 200 հազար եվրոյով։ Այն գնահատվում է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի եւ Ադրբեջանի խոշորագույն բնապահպանական ծրագիրը, եւ այդպիսով նաեւ տեղի համայնքների զարգացման հեռանկարն է հանդիսանում։ Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը մեկնարկել է արդեն 2008-ին։ Բնության այս խոնավ համարվող տարածքների եւ լեռնային մարգագետինների բոլոր առավելությունների մասին խոսում է բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մասնագետը։ Տարածաշրջանը ինքը որպես բնապահպանական տեսանկյունից եզակի տարածքներից մեկն է Հայաստանում, որ առայժմ դեռ, այսպես ասած, չի ոչնչացվել։ Մարդկային դերակատարություն քիչ ազդեցություն է ունեցել, քանի որ եւ գիտեք, գտնվում է ամենահյուսիսային կետում եւ սա ցուրտ եղանակների պայմանով շատ դժվար անցանել է։ Աշխատանքային շաբաթը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց հանրապետության հյուսիսային հենց այս կետից։ Ազգային պարկի ստեղծումը 3 ծրագրերից մեկն է, որ վարչապետի հանձնարարությամբ պետք է գտնվի բնապահպանության նախարարի հսկողության ներքո։ Վարչապետին զեկուցեցին, որ արդեն տարեվերջին այստեղ շոշափելի աշխատանք կերևա։ Ծրագիրն ունի 2 հատված՝ ներդրումային ծրագրի մասնաբաժին եւ համայնքային զարգացման ծրագիր։ Մենք այս ծրագիրը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, ֆլորայի, ֆաունայի պաշտպանության ծրագիր, այլ սա բացառիկ հնարավորություն է ապահովելու ներդաշնակությունը համայնքների զարգացման եւ բնապահպանական խնդիրների լուծման եւ այս փորձը, որ մենք այստեղ կուտակենք, կտարածենք նաեւ այլ մեր պահպանվող տարածքների վրա։ Հանդիպումը բոլոր շահագրգիռ կողմերի հետ սկզբում կայացավ Արփի լճի ափին, այնուհետև տեղափոխվեց Զորակերտի միջնակարգ դպրոց։ Տեղացիները անթաքույց ուրախությամբ նշում էին, որ գյուղը, առավել եւս դպրոցի շենքը, միաժամանակ այսքան այցելու երբեք չէին ունեցել, եւ եթե անգամ բնապահպանների ձեռնարկումներից ոչինչ էլ չստացվի, էլի ուրախ կլինեն մարդկանց հետ այսքան մեծ շփման համար։ Ոչ բոլորն են եկել ու տեսել այս եղանակը, մենակ տեսնել քիչ բան չէ։ Արդեն տեսնելով կպատկերացնեն, թե տեղաբնակները ինչ եղանակի, ինչ կլիմայական պայմաններում եւ ինչեւ կգոյատևեն։ Մարդիկ նույնիսկ այդ ձմեռով այդ քարտեզակը, ասեմ, սահմանների ճշգրտման խումբ ունենք, իրանք ձմեռով ընկած համայնք ճշգրտում են սահմանների ազգային պարկի եւ այն այդ ցուրտ եղանակին այդ անհնարին մարդու համար կներեք իհարկե պայմաններում։ Եվ ասում են, նույնիսկ հանակ են անում, ասում են, եթե նույնիսկ ոչ մի բան չանեք, մենք այնքան գոհենք, որ այնքան մարդ եկավ այստեղ, այնքան շարժ սկսեց տարածաշրջանում, դրանով արդեն գոհ են։ Գյուղացիներն ակնկալում են, որ մասնագետներն իրենց ոչ միայն կաջակցեն գումարով, ինչը ընդհանուր առմամբ նախատեսված է 800 հազար եվրոյի շրջանակում, այլև խորհուրդներ կտան ինչպես շատացնել մսատու եւ կաթնատու ցեղատեսակների գլխաքանակը։ Օրինակ Դարիկում արդեն պահում են մի ֆերմեր Արմեն Խեչյանը պահում է լիմուզին տեսակի ցեղատեսակը։ Եվ բավականին լավ արդեն արդյունքներ կան, հարմարվել են այս կենդանիները Հայաստանի պայմաններում նորմալ աճ են տալի
եւ մոտավոր մսի արտադրությունը 30%-ով ավելանում է։ Գյուղացիներին մեկ ամիս առաջ եկելու ասել էին, որ իրենց տարածքում ոչխարաբուծությունն են ուզում զարգացնել եւ որ այդ հարցում կառավարությունն ու նրանց գերմանացի գործընկերները արդեն իսկ պատրաստ են աջակցելու։ Գեղորայքը քիչեմ։ Վերջը նորմալ անասնաբուժեր չունենք, թե չէ գյուղատնտեսությունը մենք մեր ժողովուրդը կայուն է, լավ է, այդ կողմեն շատ լավ է։ Արուդային պայմանները նախորդ այստեղ շատ լավ է, հատկապես ոչխարաբուծության զարգացման համար, հետո կերի պահովել մենք կրնանք կերը ապահովենք, ուղղակի այստեղ ներդրումներ են պետք, որ մենք կողմային պայմանները ստեղծենք։ Եթե ինչ որտեղ կսեն ալպիական մեղր կամ ալպիական արտադրանք, հենց դա մեր մոտ է։ 2000 մետր բարձրության վրա եւ մեղր ստանան։ Հաշվել է նոր առողջ աշխատասեր մեղվաընտանիքներ առանձնացնելու համար շատ գումար պետք չէ, մոտ 40,000 դրամ։ Ներդրումը ավելի շատ մեղվաընտանիքների հետ փայդի, այսինքն մեղվաընտանիք սարքելու, հենց դադան կոչվելի։ Հենց դադանի, ռամքեքի, մոմաթերթի, այդ աջակցությունները էլի, եթե լինեն, ես գիտեմ, դե մեղվապահներն էլ կշատանան ստեղ տեղում, տարածքում։ Հենց տաքությունը ընկնի հողը կամ ինչպես ինքն է ասում սևը սպիտակից առանձնանա, մեղուներին դուրս կհանի։ Նա էլ ոչխարաբույծ իր համագյուղացիների հետ միասին կարծում է, որ պետության միջամտությունը այս հարցում այն կարող է լինել, որ կազմակերպեն իրենց արտադրանքի իրացումը, ինչը ծրագրի բաղադրիչներից մեկն է։ Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ մենք կարողանանք այնպիսի բիզնես մոդել անենք, որը շահույթի նպատակ հետապնդի եւ կարողանա ստեղի ապրանքը հավաքի գյուղացիներից տանի վաճառի եւ ինքը միջնորդական ֆունկցիա կլինի եւ եթե նաեւ համայնքներից լինեն մասնակցողներ այդ բաժնետիրական ընկերությունում իրանք է շահագրգռված կլեն։ Տեսանելի է, որ շուտով շուկայում կհայտնվի նոր հայկական բրենդ Արփի լիճ անունով, ասենք մեղր, թթվասեր կամ այլ բնամթերք։ Արդեն պատրաստ է ազգային պարկի լոգոն, որով այս տարածաշրջանի օրգանիկ մթերքը կհայտնվի համապատասխան ֆիրմային խանութներում։ Քննարկումներն այս թեմայով թեժացան Արփի ափին։ Սաշիկի, Հովանեսի եւ Շաքրոյի գյուղերն էլ ընդգրկված են 14 թիրախային համայնքների շարքում, որոնց համար մշակվելու է տնտեսական զարգացման հնարավոր բիզնես մոդելներ։ Տեղական էկոլոգիապես մաքուր մսի, կաթի եւ մեղրի վերամշակման եւ իրացման համալիր բիզնես մոդելի մշակումը այն հանձնարարականներից էր, որ տրվեց վարչապետի կողմից բնապահպանական եւ գյուղատնտեսության գերատեսչություններին։ Սա Արփի լիճ ազգային պարկի արևմտյան մասն է եւ սա արևելյան մասն է։ Կարմիր գույնով արքելոցային գոտին է։ Իսկ սա Ջավախքի լեռնաշղթայի կողմն է։ Լինելու են 3 արգելավայր՝ Արտենիս արգելավայր, Ալվար արգելավայր, դա խոնավ տարածքներ են, սա կռունկների եւ այլ ջրլող թռչունների ապրելավայրերն են եւ Ախուրյանի կիրճ արգելավայրը։ Ազգային պարկի գրասենյակի, այցելուների կենտրոնի, նաև հյուրատան շենքերի նախագծերն են։ Բնապահպանները խոստանում են ազգային պարկի տարածք ոտք դրած տուրիստին ծանոթացնել կենդանական աշխարհի բացառիկ նմուշների հետ, այն ի դեպ 25,000 հեկտար է զբաղեցնում։ Տարվա 6 ամիսը հավերժական ձյան թագավորություն հիշեցնող Ամասիայի տարածաշրջանը գրավիչ է միայն տաք եղանակներին, եւ այն ընդամենը մի մասն է Արփի լիճ ազգային պարկի։ Մյուս արևմտյան հատվածը Ջավախքի լեռների շրջակայքում է, այնտեղ էկոհամակարգը բոլորովին այլ է։ Եվս 1-2 տարի եւ էկոտուրիզմի երկրպագուները կարող են մոտիկից շփվել կենդանական եւ բուսական հարուստ այս բնաշխարհի հետ։ Մի զարմացեք, արագիլներն այստեղ բոլորովին էլ էկզոտիկա չեն, դեռ մոխրագույն կռունկներ էլ կտեսնենք, գանգրափետուր ձկնկուլ ու ջրասամույր, դրանք հաշվառված են կարմիր գրքում։ Գիտեմ, ասեմ, այս նույն տարածքները օգտագործվում են բնակիչների կողմից, խոտարկներ են այնտեղ եւ մեկը մյուսին չի խանգարում։ Դա շատ լավ մոդել է, կարելի է ուրիշ տեղերում կրկնել։ Մինչ այդ անելիքները շատ են, ֆինանսներն այս տարի արդեն տեղ կհասնեն։ Ինձ թվում է ապրիլի վերջին արդեն կսկսենք շինարարությունը, հիմնական գրասենյակի կառուցումը, կահավորումը, այցելուների կենտրոնի կառուցումը տուրիստների համար, հիմնական այս շինարարության փուլը այս տարի կսկսվի եւ կսկսենք համայնքների զարգացման համար ջրագծերի, խմելաջրի, անասնաջրերի վերականգնման աշխատանքները։ Ծրագիրն ունի նաեւ հիմնական համագարկող մարզային խորհրդատվական խորհուրդը, կազմված 4 նախարարությունների, Շիրակի մարզպետարանի, տեղի համայնքների եւ միջազգային շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից։ Արդեն գործի է անցել այն, հանձնարարականները տրված են եւ եթե բնության ու մարդու այս ինքնատիպ համագործակցության փորձը հաջողություն ունենա, ամենայն հավանականությամբ այն
հնարավոր կլինի կիրառել նաև հանրապետության մյուս արգելավայրային հատվածներում։